լուսահոգի հայրս, որը ուներ Պարկինսոնյան համախտանիշ, տարիների կյանքի վերջին տարիներում ուներ դեմենցիա։ Դժվար է խոսալ, ծանր է, ծնողդ է, բայց մենք որոշեցինք, որ մեր տունը դառնում է հոսպիտալ եւ հստակ խնամողը, շատ շնորհակալ եմ այդ կնոջից, որ իր հետ էր, մայրս էլ էր դեմ, բայց կա մի փաստ, որ խնամողների 46%-ը հիվանդից շուտ է մահանում, ինչ եղավ մեր դեպքում, մաման ավելի շուտ գնաց, քան թե հայրս չիմացավ էլ, որ մաման մահացել է, դժվար բան եմ ասում, շատ անձնական չեմ բարձրաձայն է, բայց ինչի եմ ասում, որ կիսվեն բոլորն էլ իմանան, այդ բոլորիս մի մասն է, մեր կյանքի մի մասն է, եւ ինչ ասեմ, մեր որոշումը այդպիսին էր, դժվար, սակայն բարեբախտաբար ես կարող եմ թույլ տալ այդ խնամողի գումարը, ես կարող եմ թույլ տալ դեղորայքի գումարը առանց դրա եւ հավատարիմ այդ մարդիկ, որոնք միշտ ձեռք են մեկնել։ Ասեմ գուցե ծաղելի թվար կային բարեկամներ, որոնք խնամողին զանգում, այդ տիկնոջոր հայրիկի հետ էր, հարցնում են, իսկ տղան գալիս է, թե չէ։ Ձեր հայրը երջանիկ է, որ նյարդաբան տղա ունի, մեծացրել է։ Հայրիկը Ոչ բոլոր ծնողներն այդ բարեբախտությունն ունեն։ Դե մենք հասկանալով, որ մենք պարտված ենք եւ միակ բանը, որ կարող էինք անել, դա էր, եւ հայրիկը խաղաղության մեջ իր անկողնում գնաց, հեռացավ, մեծ ցավ է առանց ծնող ապրելը, գիտեք, բայց գիտեք այդ պահը, որ մարդ իր տեղում էր, իր անկողնում էր, ճիշտ ասած, երբ որ ես հասկացա ինչ է գործ ունեմ, տունը վերանորոգելուց մենք այնպես արեցինք, որ անվտանգության բոլոր հնարավորությունները բաղնիքում, որ աթոռ պետք է դրվի, որ ինքը լողանա, բաղնիքը դարավ անմիջապես մահճակալի կողքը, հատուկ մահճակալ եւ այլ եւ այլ։ Անշուշտ դա երևի թե ազնիվ է, բայց եթե մի սենյականոց բնակարանում ապրում են 8 հոգի մարդ եւ դեմենցիայով պապիկը, դա անկարելի եւ անհնար է, ուղղակի, չգիտեմ, պասպակ դժոխք է։ Եվ ամբողջ սերը, որ նրանք տվել են կյանքի ընթացքում այդ պապիկին, մոռացվում է եւ դառնում է մի ատելություն։ Պամպերս փոխելով, հայրիկը չի գիտակցում, պապիկը չի գիտակցում, որ տակն է անում, պապիկը չի գիտակցում, որ ճաշը թափում է, պապիկը եւ այլ։ Այսինքն դուք ծանոթ մարմնում գործ ունեք լրիվ անծանոթ մարդու հետ։ Գոյություն ունեն ժառանգական ֆակտորներ, որոնց դեպքում նեյրոդեգեներատիվ հիվանդությունները ավելի արտահայտված են լինում, ավելի հաճախ են հանդիպում։ Այդպես կոչված ապոյի սպիտակուցներն են, եւ այսօր Հայաստանում ապոյի 3, ապոյի 4-ը արվում է, բարեբախտաբար։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր, երբ որ ուղղորդում ենք այս հետազոտությունը անելու, բացառելու ժառանգական բնույթը, զավակների մեծ մասը ասում են չենք ուզում իմանանք։ Այնինչ, եթե իմանում է, որ ունեն ժառանգական խնդիր, այսօրվանից պետք է իրենց կյանքում բան փոխվի։ Կանխարգելում հնարավոր է այդ դեպքում դեպքում։ Թարգել, ֆիզիկական ակտիվություն, նիհարել, կյանքի ուրախությունը խորովածի մեջ չի, ալկոհոլի մեջ չի, ճիշտ առողջ ապրելակերպը որդեգրելով, դու կարող ես հետաձգել դեմենցիայի զարգացումը։ Պարոն Մամելյան, թե համեմատելու լինենք Հայաստանի եւ աշխարհի իրողությունները, իհարկե զարգացած երկրների, տարբերությունները հիմնականում որտեղ են, խնամքի մասով, ուցե կա, իսկ բժշկության մեջ ինչ ենք առաջարկում մենք մեր բուժառուներին։ Դեղորայքը ինչ կա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպայում կա Հայաստանում։ Իրականում ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ, հիմնական դեղորայքը, որոնք ցուցված են այս հիվանդությունը բուժելու, կառավարելու, հսկելու, նրանք ամբողջովին Հայաստանում ապահովված են, ազատ վաճառքում են եւ դեղատներում կա, ոչ մի դեղի անուն չեմ էլ պատրաստվում ասել, որտեղ դա բժշկի գործը պետք է լինի, անշուշտ, որը պետք է ճիշտ դեղը ընտրի կոնկրետ տվյալ դեպքում, տվյալ հիվանդի համար։ Սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում գոյություն ունեն բազմաթիվ այդպես կոչված կազմակերպություններ, խնամքի տներ, կամ ծերերի խնամքի տներ, որտեղ այս հոգսը պետությունը կամ հասարակությունը վերցնում է իր վրա։ Թե կա ընտանիքում անդամ, այսպիսի խնդրով ամաչել պետք չի։ Հակառակը պետք է տատիկին փակել, կողպել, որպեսզի ամոթ բան չկա դրա մեջ։ Սա խնդիր է, որը պահանջում է լուծում։ Դեռևս թաքցնում են հիվանդներին։ Բավականին շատ։ Առաջինը մերժումն է, երբ որ խնդիրը բացարձակապես մերժվում է։ Չէ, չենք տեսնում այս խնդիրը։ Մենք պրինցիպիալ ենք, մեր համար ամոթ է, մենք այդպիսի ընտանիք չենք, այ ուսանողը մի քանի տարի առաջ պատմեց, որ ընկերների հետ կարթ խաղալուց տատիկի սենյակից դուրս է գալիս, շփոթում է
բաղնիքը ճաշասենյակի հետ, պատկերացեք 4 լεπτի երիտասարդ կար խաղալուց եւ մեկի տատը միզում էր իրենց դիմաց։ Դրանից հետո իրանք տատիկին փակեցին, կողպեցին, որպեսզի իրանք խայտարակ չլինեն, այնինչ գուցե եւ տատիկին պետք էր բժշկական օգնություն ցույց տալ։ Հիվանդը դեմենցիայով կա մի մեծ հետազոտություն, բուժում եւ առանց բուժում մեկ է շատ թանկ է նստում, որտեղ դեղորայքային բուժումը չի խնդիրը խնամքն է։ Հաշված է, որ ցիվիլիզացված երկրներում ամեն մի դեմենցիայով հիվանդի շուրջը caregiver-ը, խնամողը մոտ 6-ից 12 մարդ է լինում, սոցիալական աշխատողը, բուժքույրը, բժիշկը, ընտանիքի անդամը եւ այլն։ Պատկերացրեք, այս հիվանդը պահանջում է խնամք առաջի հերթին։ Եթե դեմենցիայով հիվանդին չխնամես, նրա մահը բարձր լինելու է թերսնվելուց եւ սեպսիսից շատ արագ։ Եվ սովորաբար եթե ախտորոշում ես Ալցհեյմերի հիվանդություն, ապա կյանքի միջին տևողությունը արդեն, ինչպես նաեւ բոլոր նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ժամանակ մոտ 7 տարի է։ Կարելի է ապահովել այդ 7 տարվա կյանքը այնպեսին, որ մարդ կյանքի որակը լավը լինի։ Որակը պահպանի, որտեղ երբ որ ախտորոշում ենք դեմենցիա, մենք միշտ ասում ենք եղբայր սա արդեն պարտված պատերազմ է։ Չկա հրաշագործ դեղը, որը պետք է վերականգնի արդեն քայքայված բջիջները։ Նրանք գնացել են։ Բայց մեր պայքարը պետք է լինի պահպանենք եղածը եւ կյանքին որակ տանք այս հիվանդի։ Հարսը բողոքում է կիսուրից, ասում է հոգնած գալիս են տուն։ Ինչ էր մի հատ փոշի վերցնելը, չի կարողանում, այդ փոշին չի վերցնում։ Ես հենց փոշի շորը վերցնում եմ, մյուս փոշի շորն էլ վերցնում, գալիս է կանգնում է կողքս, կոնֆլիկտ։ Պետք է չի։ Բայց իրականում նա չի գիտակցում, որ այդ կիսուր մայրիկի մոտ արդեն սկսված դեմենցիան բերում է նրան, որ ամենօրյա գործունեությունը այնքան է խախտված, որ այդ փոշին ինքը չի տեսնում։ Երբ որ հարս օրինակ է ցույց տալի այդ փոշու շորով, ասում է՝ «Բայ, փոշիները վերցնեմ»։ Դարավ կոնֆլիկտ։ Այդ դեպքում արդեն պետք է դիմել բժշկի, որովհետև պետք է հասկանալ պատճառաբանությունը։ Պարոն Ավելյան, ձեր ասածից հետեւյալ հարցն է ծագում. Որ փուլում դիմել բժշկի եւ որ բժշկին դիմել։ Ճիշտ հարց եք տալի, ազնիվ հարց է։ Մենք պետք է ոչ թե տեսենք առաջնահերթ հիշողության խանգարումը, որովհետև ամենօրյա մեր հարազատի հետ ապրելով ծնողն է, տատիկն է, պապիկն է, մենք չենք նկատում նրանց հիշողության անբավարար լինելը։ Մենք տեսնում ենք տրամադրության փոփոխությունները, տեսնում ենք, որ նրանք դառնում են մի տեսակ տխուր, լիդերական հատկությունները կորցրած, մինչև այդ պապը որոշում էր ով ինչ պետք է անի, հարսը ինչ շոր պետք է կնի, հիմա դրա կարիքը չունի, չի էլ կարողանում անել։ Նրանց տեսնում ենք խեղճացած, անտրամադիր, շատ նեղած կոտ, խոցելի։ Նրանց մենք տեսնում ենք ամենօրյա գործունեության մեջ դժվարացած,